Իդեպ Հայաստանը, իսկ ավելի ստույգ Հայաստանի գործող իշխանությունները Եվրամիությունից օգնություն են խնդրել։ Փաշինյանի սիրտը կրկին իշխանություն է ուզում։ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ընտրություններին ընդառաջ Հայաստանը դիմել է խնդրելով ցուցաբերել այնպիսի օգնություն, ինչպիսին Մոլդովային։ Եկեք վերհիշենք, թե ինչ էր արել ԵՄ-ն Մոլդովայում։ Ընտրություններից 2 օր առաջ ընդդիմադիր երկու ամենախոշոր կուսակցություններին արգելել էր մասնակցել ընտրություններին, մեղադրելով իբրև թե Ռուսաստանից անօրինական ֆինանսավորման մեջ։ Ռուսաստանաբնակ Մերձնեստրում խոչընդոտել էր քվեարկությանը։ Եվրոպայում բնակվող մոլդովացիներին թույլ էր տրվել մասնակցել քվեարկությանը, Ռուսաստանաբնակներին չնչին բացառությամբ ոչ։ Արդյունքում Մոլդովայում վերընտրվեց իշխանությունը։ Հիմա Եվրամիությունը փորձում է նույնը կրկնել Հայաստանում, ուղիղ միջամտելով մեր երկրի ներքին գործերին։ Ստացվում է ինքնիշխանության մասին գրեթե ամեն օր գոռացող ՀՀ իշխանությունները անձամբ են դիմել Եվրամիությանը, որ մեր երկրում ընտրությունների ելք որոշեն։ Իդեպ այն ԵՄ-ն, որը լուռ էր 44-օրյա պատերազմի օրերին, Արցախը հանձնելիս, ՀՀ ինքնիշխան տարածքներն օկուպացնելիս, քաղաքացու վրա նռնակ նետելիս, լուռ է Բաքվում պահվող հայ գերիների մասով, Հայաստանում 40-ից ավելի քաղբանտարկյալների մասով, սիրով համաձայնել է օգնել ընտրությունները մեղմ ասած խեղաթյուրելու հարցում։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ եվրոպական աջակցության մասին։